Դուք ո՞նց կարող եք իրանց հետ տենց վարվել։ Տիկին Ալեքսանյան, մի հստակեցնող հարց դատապարտյալներից մեկը ձեզ տեղեկություն է փոխանցել, որ առևանգել են այլ դատապարտյալի ում անունը Հարազատներից ինձ այդպիսի տեղեկություն են փոխանցել։ Ես ասում եմ, որ ճշտ են եւ անուն ազգանունն են ինձ ասել։ Շնորհակալություն, այո, իհարկե, խնդրում։ Ջարդից հետո ծնող դատապարտյալներից մի քանիսը վնասել են իրենց երակները։ Ես չունեմ այդպիսի տեղեկություն, ոչ։ Ես հացադուլ մեկ հոգի հացադուլ է սկսել, այո։ Չեմ կարող ասել, ես ինձ այնքան շատ էին այս քանի օրը այդ տեղեկությունները, չեմ հասել այդպես հատուկ զբաղվեմ։ Նաև ասեմ, որ դատապարտյալները իրենք դիմումներ են գրում, հույս ունեմ եւ մի հետևողական կլինի, որ այդ դիմումները տեղ հասնեն եւ ոչ թե կորեն ճանապարհներին եւ ես ասեմ նաեւ որ ես միշտ մուտք եմ ունեցել, այսինքն հանդիպել ենք 40-ից ավելի ծմահ դատապարտյալների հետ, բարձրացրել ենք իրենց խնդիրները, իսկ հիմա ինձ ասում են, որ եթե ես հանդիպում եմ ծմահ դատապարտյալի հետ, ուրեմն պետք է ծմահ դատապարտյալի տեսակցություններից մեկը հանվի, այսինքն այդ պատժիչ մեխանիզմները հենց քրեակատարողական ծառայության ներսում են ենթադրում, չգիտեմ, պարոն Հովհաննիսյան, Մարգարյան, ես այդպես է, որովհետև ոնց կարող է դա ծմահ դատապարտյալը ունի 4 տեսակցություն ենթադրենք տարեկան, կամ ինչի պետք է դա հանվի, իսկ ինչա, եւ լրագրողների, իրավապաշտպանների մուտքը, ես միշտ եկել եմ թույլտվությամբ, ես բոլոր հիմնարկներում, պետերի հետ, մենք ունեցել ենք շատ լավ հարաբերություններ, ոչ մի խնդիրներ չեն եղել, միշտ ընդառաջել են բացի մեկ անգամից եւ որևէ բան չեմ տեսել եւ նրանք բոլորը ծմահ դատապարտյալների մասին խոսել են առանձնահատուկ վերաբերմունքով եւ չեն սա ինչ պիտի անեին եւ քրեակատարողական ծառայության հայտարարության մասին էլ ասեմ, երբ որ ես զանգահարեցի, որ տենց բան ոչ մի բան չկա, միանգամից դուք կարողանում եք ձեզ պաշտպանել փակ համակարգում պետության եւ երաշխավորության տակ գտնվող պատասխանատվության տակ գտնվող անձանց հետ այդպես վարվեն դուք ոնց կարող եք ասել որ նման բան տեղի չունի դիմադրություն են ինչ դիմադրություն կարող են նրանք ցույց տալ ինչ դիմադրություն Դե ես ասում եմ կոտրվածք ունեցողներ էլ կան, տարել են, արձանագրվել են վնասվածքներ, դա իրանք հերքել են, բայց եւ միպն է արձանագրել, եւ ես ունեմ այդ տեղեկությունները, որ արձանագրվել են այդ վնասվածքները։ Եթե հարց ունեք, խնդրեմ տիկին Ալեքսանյան, դուք ասեցիք նախարարի հայտարարության մեջ ասում է, որ ոչ իրավաչափ ուղղ իրարվել, որտեղից իրեն այդ պնդում է, այսինքն ինքը օդից է նման հայտարարություն։ Ես չգիտեմ, այդ իրանն է պետք հարցնել, որ տեսնեք։ Ես ոչ իրավաչափ, այլ իրավաչափ, հա, ներողություն, հա, իրավաչափ, դա նախարարը երևի հիմնվել է քրեակատարողական ծառայության այդ հայտարարության վրա, որը ասենք աշխարհի մեղքերը բարդել էր այդ դատապարտյալների վրա, եւ ոնց կարող է քրեակատարողական ծառայության պետը կին է, նախարարը կին է, չէ՞ որ կանայք հատուկ ինչ որ դեր ունեն, գոնե այդ բռնության փոխանակ մի հատ պարզ են, ես ձեզ լուր եմ տալիս, ես ձեզ ահազանգում եմ, փոխանակ մի հատ պարզ են, հերքում են ամեն ինչ Իսկ հետաքրքրում է ձեզ, ոնց կարող եք դուք նստեք այդտեղ իմանալով բռնությունների մասին, ասենք քրեակատարողական ծառայության պետը կամ չգիտեմ, այդ ամբողջ կազմը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։